Եթե դատախազը աշտեն սա լսել է, ինքը պետք է գա անպայման, եթե իրոք դատախազը, եթե կամակադաշ չէ։ Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատների բողոքի ցույցը Շիրակի մարզի դատախազությունում։ Նրանք Գևորգ Կոստանյանին 2 օր ժամանակ տվեցին։ 40 օրը սպասել ենք, 42 օր վաղն է կսպասենք, մյուս օրը 4 շաբթի մինչև ժամը 2-ը մենք աշտեն ոտքի կկանգնենք։ Ավետիսյանների հարազատները լինելով գործում ներգրավված դատավարության սուբյեկտներ պետք է ունենան ավելի շատ տեղեկություններ, քան հանրությունը, պնդում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ մենք բոյկոտում ենք այս քառօրյա նստաշրջանի։ Մեկնարկեց ազգային ժողովի հերթական քառօրյան, ԲՀԿ խմբակցությունը հայտարարեց նիստերը բոյկոտելու մասին, իսկ Սերժ Սարգսյանին պաշտոնան կանելու նախագծին կողմ քվեարկեց 4 պատգամավոր։ Այստեղ շարադրված են հանրահայտ փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության մութ կողմերի վերաբերյալ։ Իրավապահ դատական համակարգերը կոռումպացված են, բայց կա ավելի լուրջ կոռումպացված համակարգ, ինչպիսին պետական համակարգն է։ Նախկին դատավորի գնահատականը կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու հարցի վերաբերյալ։ Հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները այսօր Շիրակի մարզի դատախազությունում էին։ Դատախազ Ռաֆի Ասլանյանի աշխատասենյակ մտնելով նրանք ներկայացրեցին իրենց պահանջը Գյումրի հրավիրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, պատասխան տալ իրենց ուզող հարցերին։ Մենք ձեր միջոցով ուզում ենք, որ դուք զանգեք եւ պահանջեք։ Որ մենք պահանջում ենք, ինքը կա Այսքան կամերա կա, արդեն ձեր կողմից կանչվել ներկայացել են։ Այս կամերաներով ձեր պահանջը արդեն ներկայացվել։ Ես սպասեք, որովհետեւ Կեսօրվա օրը մեր կողքին մենք ուզեցանք, որ մեր հարազատներով գայք, որպեսզի դուք գտնվեիք իրոք Շիրակի մարզի դատախազ, որպես քաղաքացի, որ այս ամեն ինչի լուծում գայք, բայց դուք չեք լուծում, դուք ասում եք գլխավոր դատախազին կանչեք Շիրակի մարզի լուծումն է։ Այն չկլինի։ Զանգեք ասած հավաքվել են իմ մոտս, ես էլ դուք գնացեք ինքներդ գլխավոր դատախազություն ու դուք եք դիմում գրեք, եթե անհրաժեշտություն կլինի ձեզ կուղեկցեն, մարդիկ կգան ձեզ տան, եթե հանդիպելու անհրաժեշտություն կլինի։ Եթե դատախազը աշտեն սա լսել է, ինքը պետք է գա անպայման, եթե իրոք դատախազը, եթե կամակադաշ չէ։ Ուրեմն դուք գլխավոր դատախազին այնպես չի, որ որոր ուզեք, այդ օրը կարող հանդիպեք։ Մեզ իրոք հարասավոր չեք տեսել։ Ինքը պարտավոր է, որովհետև դիմում գրեք, գուցե 1-2 Ես ձեզ որևէ պատասխան տալու հնարավորություն եւ իրավասություն չունեմ։ Ովքեր մեզի պատասխան կտան, դուք կկրկնեք։ Գնացեք, սպասեք։ Եկել ենք սպասենք։ Գնացեք, սպասեք, որտեղ մտնում նստում են այդ մարդիկ։ Հիմա մենք ստեղ ենք սպասում։ Դուք եք մեր հետ։ Գնացեք, օրինակ կարասնիշին ինչի՞ չեք սպասում, ես ստեղ եք սպասում, օրինակի համար։ Դատախազությունում ենք սպասում դատախազին։ 40 Բդիերնի չէ, հանցագործը բդիերնի որ մենք գիտենանք ինքն է եղել, ինքը հմի հետադրյալ հանցագործ է, մենք դեմքը չենք տեսել, նույնիսկ շորեն որ այդ րոպեին հակն է եղել, մենք ինչ գիտենք, մեր շորեն է, տվել են Հայաստանի Հանրապետությանը, չեն տվել։ Ու իրոք սիկ շոու է, մեծ բեմականացում է։ Ու բոլորս լավ հասկանում են, թող մեզ ինչ շուտեղ չտնեն, 40 օր մենք լրեցին, մտածելով, որ մենք գտնվենք ապահով երկրում, բայց չկա ապահովություն։ Հարազատները նշում են, որ իրենց վրդովվել է Հայաստանի իշխանությունների անտարբերությունն ու անգործությունը, ինչ է արվել 40 օր շարունակ, որ գործի վերաբերյալ որևէ բան հայտնի չի անգամ տուժող կողմերի իրավահաջորդներին։ 40 օր ասել ենք ոչ մի նորություն, ոչ մի բան, իրավահաջորդներն էլ չեն լսել, ոչ մեկը ոչ մի բան չգիտենք։ Դեռ պարզ չէ ու վերջ։ Նույնիսկ շորեն է, տալ են շորեն էլ մեզ չեն ցույց տվել, իմանանք դա մեր տան շորն է, թե ով է, պերնակովին չեն բերել հարցաքննության տան մեջը չմծրին 40 օրը դուրը բացին, այդ ես գիտեմ որ այդպես բան օրենք գոյություն չունի, մինչև հարցաքննություն չեղնի հանցագործի ներս թողեն դռները բացեն ժողովրդին ներս թողեն։ Այդ որտեղ է գրված այդպես բան։
Ռաֆի Ասլանյանը սակայն բացատրում էր, որ փողոքելու ճիշտ վայր ընտրված չէ, որ Շիրակի մարզի դատախազությունը չէ վարույթ իրականացնող մարմինը։ Նա նաև իր աշխատասենյակում հավաքված հարազատներին տեղեկացրեց, որ զուր են սպասում Կոստանյանին։ Նրան չի տեղեկացրել Ավետիսյանների հարազատների պահանջի մասին, չունի ցանկություն եւ իրավասություն։ Որովհետև սա իմ գործառույթներից չի բխում։ Իմ գործառույթներից չի բխում։ Իմ գործառույթներից եթե չի բխում մի բան, ես իրավունք չունեմ։ Հարազատները սակայն պնդում էին, պատրաստ են նստած ցույց անել, պատրաստ են բողոքի ծայրահեղ գործողությունների դիմել, մինչև իրենց հարցերը պատասխան չստանան։ Ավետիսյանների հարազատները հարցնում էին, արդյոք Կոստանյանը նամակ գրել է Ռուսաստանի Դաշնության դատախազին, ինչու չի հրապարակվում նամակի բովանդակությունը։ Ռաֆի Ասլանյանը դուրս եկավ աշխատասենյակից, նրանից հետո եւս տերևույթին նրա կանչով դատախազություն ժամանեցին ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները պետի գլխավորությամբ։ Առանց լրագրողների ներկայության առանձնազրույց տեղ ունեցավ Ավետիսյանների հարազատների հետ։ Ոստիկանները փորձեցին բացատրել, որ ճիշտ վայր չի ընտրվել, որ հարկավոր է լքել դատախազի աշխատասենյակը։ Դուրս գալով Ասլանյանի աշխատասենյակից սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերը հայտարարեցին, որ իրենք այսօր կհեռանան Շիրակի մարզի դատախազությունից, սակայն ժամանակ տվեցին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին երկօրյա ժամկետում գալ Գյումրի եւ հանդիպել իրենց հետ։ Եթե դատախազը չուզեցավ մեզ այդ հանդիպում ունենալու, ուրեմն ավելի մեծ, ավելի շուխուր ինչ ասած, մեծ ձևով, մեծ մասշտաբով միտինգների կելնենք։ Ամբողջ Աշտեն, ամբողջ Գյումրին կեղնի մեր կողքին։ Եթե հաշկեին իրանք մեր վիշտը, ամեն ինչ մեկում տրած ինքը կհասներ մեզի ստույգ տեղեկություններ կուդար։ Բանից պարզվա, որ ինքը մեր վիշտը երբեք չի հաշկե ու չի էլ հաշկե։ Այդ 40 օրը սպասել ենք, 42 օր եկուց վաղն է կսպասենք, մյուս օրը չորեքշաբթի մինչև ժամը 2-ը մենք Աշտեն ոտքի կկանգնենք։ Կոստանյանին ուղղված գրություն կրելու համար հարազատները գնացին ոստիկանության Կումայրու բաժին։ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ընտանեկան սպանդից 40 օր անց միայն Ավետիսյանների հարազատները սկսեցին բարձրաձայնել, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն այս հարցում անգործության են մատնված, որ նախաքննության ընթացքին չեն վստահում ու եթե առաջիկա օրերին սպանության հիմնական դրդապատճառը հայտնի չդառնա իրենց, ապա կդիմեն կտրուկ գործողությունների, բողոքի ցույցեր, նստացույց եւ այլն։ Անդրադառնալով Ավետիսյանների հարազատների այս հայտարարություններին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, թե այստեղ երկու տեսակետ կա։ Մեր ընդհանուրի տեսակետը այդ հարցին որպես հանրություն եւ Ավետիսյանների տեսակետը որպես քրեական գործով որոշակի սուբյեկտ հանդիսացող անձանց։ Իրանք դժողների իրավահաջորդներն են նաեւ։ Կարծում եմ, որ այս գործով նախաքննական մարմինը իրոք գուցե եւ պարտավոր է շատ ու շատ հարցեր հաշվի առնելով Եթե ոչ, ասենք մեզ որպես հանրության ներկայացուցիչներ, գոնե Ավետիսյաններին որպես բուժողի իրավահաջորդներ, տալ այնքան տեղեկատվություն, որը նրանց բավարար լիներ եզրահանգումներ անելու։ Հիշեցնենք ավելի վաղ մեծ հետ զրույցում սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրերն, ովքեր սույն գործով տուժողի իրավահաջորդներ են ճանաչվել, պնդել են, որ նախաքննական մարմինն իրենց որևէ մանրամասներ չի ներկայացրել գործի վերաբերյալ, հաղորդվել է այն, ինչ իրենք ամեն օր լսում են հեռուստատեսությամբ։ Ըստ փաստաբան Երվանդ Վարոսյանի օրենքը նախատեսում է, որ Ավետիսյանների հարազատները լինելով գործում ներգրաված դատավարության սուբյեկտներ պետք է ունենան ավելի շատ տեղեկություններ, քան հանրությունը։ Ապա փաստաբանն անդրադարձավ դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին ուղղված նամակին եւ դրա շուրջ բարձրացված աղմուկին եւ նշեց. Ինչքան շուտ է դիմումը դիմվեր, ինչքան շուտ ամեն ինչ բարձրացավ, շատ ավելի լավ, բայց հիմա հերիք չի մի քիչ էլ ժամանակի ուշացումով այդ նամակը, այսպես ասած, հղվեց, չգիտենք էլ հղվեց թե չհղվեց, հիմա էլ ռուսական կողմը պատասխանում է, որ չի էլ ստացել, որ պատասխանի, ես չգիտեմ արդեն, ես ոնց մեկնաբանել։ Գրանցվել է 113 պատգամավոր, քվորում ունենք, նիստը սկսում ենք։ Այսօր մեկնարկեց ազգային ժողովի հերթական քառօրյան, մինչ օրակարգի հաստատումը Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, իսկ ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Գրիգորի Մարկարյանը խմբակցությունը լքելու մասին է խորհրդարանին տեղյակ պահել։ Մարկարյանն ու Մելիքյանն ունեն 15 օր ժամանակ որոշումը փոխելու համար, շարունակեց ազգային ժողովի նախագահը, հետո վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը։
հաշվի առնելով հայաստանյան ներքաղաքական դաշտում ստեղծված աննախադեպ իրավիճակը, Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է, որ մենք բոյկոտում ենք այս քարոզյան նստաշրջանը եւ հիմա կլքենք դահլիճը, առաջիկա օրերին Բարգավաճ Հայաստանը հանդես կգա հստակ պարզաբանումներով, հստակ պարզ անկեղծ հանրությանը եւ իր գործընկերներին կներկայացնի իր քայլերը եւ իր ռազմավարությունը։ Նիստը բոյկոտելուց հետո էլ ԲՀԿ-ական պատգամավորները լրագրողների հարցերին պատասխանել չցանկացան։ Կլինի հայտարարություն, որը չի ուշանա, միաբերան ասում էին նրանք, մեջ բերելով Թումանյանից հատված։ Գործն է համով լավը Չնայած ԲՀԿ-ականներն արդեն դահլիճում չէին, բայց ի պաշտպանություն Ծառուկյանի եւ նրա ղեկավարած խմբակցության հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նա խորհրդարանին առաջարկեց քննարկել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հատկապես հանրապետականների խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը։ Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հարձակումները քաղաքական ազատությունների վրա եւ դրան հաջորդած բռնաճնշումները ԲՀԿ-ի 500-ից ավելի անդամների նկատմամբ այլ կերպ գնահատել, քան գրող մեր սահմանադրական ազատությունների վրա չի կարելի։ Եթե դուք լինեիք ներուսը միլակյան էլի։ Զուրաբյանին միտքն ավարտել Շարմազանովը թույլ չտվեց։ Գագիկ Ծառուկյանի թիմը ունի մի ամբողջ խմբակցություն ու ձեր խոստակցության կարիքը չունի, որ պետք է իրանք չեն բոյկոտի, այդ կխոսա։ Կիսադատարկ դահլիճում ապա քվեարկության դրվեց ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու որոշման մասին նախագիծը։ Մինչ քվեարկությունը ելույթով հանդես եկավ Փաշինյանը, նշելով, որ հստակ գիտակցում է, որ նախագիծը ազգային ժողովի օրակարգ մտնելու շանսեր չունի, բայց քվեարկությունից հետո այսպես թե այնպես այդ իրավաքաղաքական փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական օրակարգ եւ իրենց խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրվող մեղադրանքներն օրենքով սահմանված կարգով նվեն Հայաստանի դատական համակարգի կողմից։ Այստեղ շարադրված են հանրահայտ փաստեր, որոնք բանալի են հանդիսանում Սերժ Սարգսյանի գործունեության մութ կողմերի վերաբերյալ օդում կախված բազմաթիվ չստուգված լուրեր վերջնականորեն ստուգելու համար։ Նախագծին կողմ քվեարկելու կոչով հանդես եկավ նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հայտարարելով վաղ թե ուշ Սերժ Սարգսյանը կրելու է պատիժ։ Ի դեպ Փոստանջյանը տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներից ստացել է մի քանի նամակներ հետևյալ բովանդակությամբ։ Սերժ Սարգսյանին սպասում են ոչ միայն Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլ Արթիկում, Կոշում, Աջատել Շարմազանովը Փոստանջյանին եւս ընդհատեց ձայնի իրավունք տալով ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին։ Վերջինս նշեց, որ կողմ է քվեարկելու, նույնը կոչ արեց նաև գործընկերներին։ Ամիսներ շարունակ փողոցներում ասել պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ այստեղ ասել մենք գտնում ենք որ բանը ժամանակավրեպ է մյուս ընտրություններին գնացեք, հետո ասեք իշխանափոխություն ենք ուզում։ Ուրեմն նրանք ովքեր գտնում են, որ իրավունք ունենք այս հարցը քննարկել, կոչ եմ անում կողմ քվեարկեն եւ իրենց բացասական տեսակետը հայտնել։ Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագծի քվեարկությանը Հույդան չմասնակցեց։ ՕԵԿ-ը դիրքորոշում չհայտնեց, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե չնայած փաստաթղթում իրավական բոլոր փաստերն առկա են, բայց իրենք այն չեն պաշտպանի։ Մանթուն փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին։ Ելույթներն ավարտվեցին, նախագիծը դրվեց քվեարկության։ Կողմ քվեարկեց 4 պատգամավոր, 68-ը դեմ էին։ Հավելենք, որ խորհրդարանում արտահերթ կարգով քննարկվեց նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին նախագիծը։ 9 կողմ, 56 դեմ եւ 6 ձեռնպատ ձայներով նախագիծը չընդունվեց։ Խորհրդարանն աշխատանքները կշարունակի վաղը։ Նախկին դատավոր Պարքև Օհանյանը անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու հանգամանքին մեծ զրույցում հնարավոր համարեց վերջիններիս մասնակցությամբ պայքարը կոռուպցիայի դեմ։ Միայն թե նախկին պաշտոնյան կարծում է, որ հարկավոր է նախ ապաշխարել, հետո միայն կոռուպցիայի դեմ պայքար ծավալել։ Ես եղել եմ կոռումպացված, ես չեմ սիրում այդ բառը, եղել եմ այդ համակարգի մեջ, իրավապահ համակարգը, դատական համակարգը ցավոք սրտի կոռումպացված է, բայց դուք շատ լավ գիտեք, որ դրանք հիմա եթե համեմատության մեջ դնենք, կան ավելի լուրջ կոռումպացված համակարգեր, այնպիսին, ինչպիսին պետական համակարգն է, կամ օլիգարխիկ համակարգը, գործարարները սերտաճել են քաղաքականության մեջ և ավելի մեծ չարիք են դարձել։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու հարցին, պարոն Օհանյանը հույս հայտնեց, որ գուցե իսկապես ստացվի այդ մարմնի աշխատանքը։ Հիմնական շեշտը պետք է տրվի օլիգարխիայի դասը քաղաքականությունից անջատելու վրա, բայց դե մեծ հասկացություն է կոռուպցիան, այն միայն չի նշանակում կաշառք, եթե հունարենից թարգմանաբար նայենք, ապա նշանակում է ծախվածություն, ոչ թե կաշառակերություն, պաշտոնատար անձի ծախվածություն, հիմա թե հանձնաժողովի առջև կոնկրետ ինչ հարց պետք է տրվի, բացի ընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարելուց ես դեռ չգիտեմ։ Իսկ արդյոք իշխանությունները ճիշտ մարդկանց են ընդգրկել այդ հանձնաժողովի կազմում։ Արդյոք միայն այս մարդկանց անունները բավական չեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեղմ ասած թերահավատորեն վերաբերվեն իշխանությունների գործողություններին։ Անդրադառնալով այս հարցին, Պարքև Օհանյանն ընդգծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար ռեսուրսներ, լծակներ են հարկավոր, այդ թվում վարչական։ Խարկովում Եվրամայդանի ակտիվիստների իրականացրած խաղաղ երթի ժամանակ պայթյուն է որոտացել, տուժել են 10 մարդ, երկուսը տեղում մահացել են, որոնցից մեկը ոստիկանության աշխատակից։ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները բերման էին ենթարկել 4 անձի, ովքեր հնարավոր է մասնակցություն են ունեցել պայթյունի կազմակերպման մեջ։ Առգրավվել է զենք զինամթերք, այդ թվում նռնականետ։ Պայթյունից հետո ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել է, որ Խարկովում հայտարարվել է հակաահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակ։ Քաղաքում սկսվել են հակաահաբեկչական հատուկ գործողություններ, տեղեկացրել է Տուրչինովը։ Նրա խոսքերով Մայդանի զոհերի հիշատակին նվիրված խաղաղ երթի ժամանակ գործի է դրվել կառավարվող պայթուցիկ սարք։ Սա մեկ անգամ ևս փաստում է, որ Ուկրաինայում իրականացվող ահաբեկչական արշավի եւ երկրի արևելքի ագրեսիայի պատվիրատուներն ու կազմակերպիչները նույնն են, ընդգծել է Տուրչինովը։ Ներքին գործերի նախարարի խորհրդականի տեղեկացմամբ ահաբեկչության ետևում կանգնած է Խարկովյան պարտիզաններ կոչվող կազմակերպությունը։ Քաղաքում այսօր սգո օր է հայտարարված։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է կրկին վերահսկողություն սահմանել Ղրիմում։ Վերադարձի գործընթացը նրա խոսքերով արագ չի ստացվի, սակայն դա անպայման կլինի, այս մասին գրված է նախագահի կայքեջում։ Այսօր չեմ ասի, թե այդ գործընթացն արագ եւ հեշտ կլինի, սակայն դա անպայման տեղի կունենա։ Մենք միասին կկառուցենք նոր Ղրիմ, որտեղ կապահովվեն ազգաբնակչության իրավունքները եւ շահերը, անկախ նրանց էթնիկ եւ կրոնական ծագման, ասվում է ժողովրդին հղված ուղերձում։ Պորոշենկոյի խոսքերով պատկան մարմինները հիմա զբաղվում են միջազգային դատարաններում սեփականության իրավունքի վերականգնման աշխատանքներով։ Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին Գերագույն Ռադան հաստատել էր կառավարության 2015-16 թվականների գործունեության ծրագիրը։ Մոտակա ժամանակաշրջանի գլխավոր առաջադրանքը Ղրիմի վերադարձն է եւ Դոնբասի վերականգնումը։ Հիշեցնենք նաեւ, որ 2014 թվականի ապրիլի 15-ին Ուկրաինայի կառավարությունն ընդունեց օրենք, համաձայն որի Ղրիմը եւ Սևաստոպոլը հայտարարվեցին Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ։ Ամերիկյան կինոակադեմիան Օսկարի 2015 մրցանակաբաշխության ժամանակ լավագույն դերասանուհի է ճանաչել դեռևս Էլիս ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ջուլիանա Մուրին։ Լավագույն դերասան է ճանաչվել բրիտանացի Էդի Ռեդմեյնը, ով ֆիզիկոսի դերակատարն էր Սթիվեն Հոքինգի տիեզերքը ֆիլմում։ Էդի Ռեդմեյնն առաջին անգամ է արժանանում Օսկարի, ինչպես նաև Ջուլիանա Մուրը, ով 5 անգամ եղել է թեկնածուների շարքում։ Լավագույն ֆիլմ անվանակարգում առաջինն էր մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարրիտուի Բյորդմենը։ Վավերագրական ֆիլմերից Օսկարի է արժանացել Լորա Փոյթրասի Citizen Four-ը, որը պատմություն է կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին։ 20 տարվա գործունեության արդյունքում իմ հետևությունը միանշանակ է։ Հայաստանում եւս 20 տարի չի լինի իշխանափոխություն, քանի դեռ երկրում չի ձևավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն։ Ինչ է ինստիտուցիոնալ ընդդիմությունը իրենից ներկայացնում։ 3 կետ կա, որ իմ կարծիքով բնորոշում է ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Առաջինը դրա մի մասին վերաբերյալ արդեն խոսվեց, առաջինը մենք կոչում ենք դա ապագայի ծրագիր, այսինքն ինստիտուցիոնալ ընդդիմությունը պետք է ունենա շատ հստակ ծրագիր, որպեսզի կարողանա մարդկանց բացատրել, թե այսօրվա վատ, ահավոր վատ, ծայրահեղ վատ իրավիճակը ինչպես է ինքը պատրաստվում փոխել, ինչ քայլերով, ինչ ժամկետներում, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ եւ ինչպիսի արդյունք է նա պատրաստվում ստանալ։ Երկրորդը, ամենակարևոր սկզբունքը,
Այսպես կոչված սուպեր լիդերների ինստիտուտը պետք է փոխարինել սուպեր թիմերի ինստիտուտով։ Սա շատ կարևոր նախապայման է, որովհետև մենք ունենք մի շատ վճռական բան, որ վերջին 20 տարիների ընթացքում գրեթե 100%-անոց աշխատել է, որ այն ժամանակ վճռական պահին այդ սուպեր լիդերի ծնկները ծալվել են։ Ու այդ սուպեր լիդերը գրեթե միշտ լիազորություն է ունեցել 100,000 մարդու փոխարեն որոշում կայացնի։ Ու ոչ մեկ հետո չի ասել, բայց դու ով ես։ Դու ով ես, որ այդ որոշումը կայացնես։ Դու ընդհանրապես քեզ ինչի տեղ ես դրել։ Դու ցարի բոգ ես, դու Աստվածն ես, որ ժողովրդի ճակատագիրը, այսօր անում եմ հանրահավաք, այսօր չեմ անում հանրահավաք։ Դու ով ես ընդհանրապես։ Սա չի վերաբերվում միայն մի անձի, սա վերաբերվում է բոլոր այն անձերին, ովքեր կայացրել են այդպիսի որոշում, այս կամ այն կոնֆիգուրացիայով։ Եվ ուրեմն քաղաքական թիմերը պետք է վերցնեն իրենց վրա պատասխանատվությունը։ Այդ մարդկանց մյուս կողմից ասեմ մեղադրելու էլ չի։ Ես իմ ելույթներում մի քանի անգամ ասել եմ, դա նույնն է, թե մենք այդ քաղաքական լիդերից պահանջենք, որ ինքը դուրս գա հարթակ ու 1000 կիլոգրամանոց ծառաձող բարձրացնի։ Ինչքան ուզում է ուժեղ լինի, ինչքան ուզում է իմաստուն լինի, մի մարդու ուժերից չի այդպիսի բեր բարձրացնելը։ Եվ երբ մարդը գիտակցում է, որ ինքը հիմա մի քայլով միլիոնավոր մարդկանց ճակատագիր է որոշելու, իր ծնկները ծալվում են։ Առաջինը հավասարների մեջ, այս բանաձևը պետք է գործի առաջինը հավասարների մեջ։ Եվ ոչ թե կան սուպեր լիդերներ, որոնց ասածը օրենք է, իրանք միշտ ճիշտ են, ամենավերջին հիմարությունը անեն, իրանք ճիշտ են։ Ու կգտնվեն մարդիկ, որ կապացուցեն։ Հետո դրա հակառակը կապացուցեն, որ դրա հակառակ հիմարությունն էլ անեն, դրան հակառակ 100%-անոց այդ բանով կրքով կապացուցեն, որ դա միակ իմաստուն, անփոխարինելի ճիշտ որոշումը դա է։ Եվ որ կարևոր է, բայց սա բոլորը չի։ Ժողովրդին պետք է ցույց տալ ապագա իշխանությունը, եւ ես ասել եմ դեռ 2013-ից հետո, հիմա էլ կրկնում եմ։ Ընդդիմությունը պետք է ունենա ստվերային կառավարություն, որպեսզի մարդկանց հստակ լինի, թե կոնկրետ այս վատ ֆինանսների նախարարի փոխարեն ով է գալու դառնալու լավ ֆինանսների նախարար։ Ու այս անձերի վստահելիությունն է ի վերջո որոշելու ծրագրի վստահելիությունը։ Մենք շատ ենք ասում, հա, ճիշտ է, ասում ենք կոռուպցիայի դեմ պայքար, ընտրակեղծիքների դեմ պայքար, բայց ուրիշ բան է, որ մի մարդ է ասում, սա որ իր քաղաքական կենսագրության ժամանակ արդեն ընտրակեղծիք էլ արել, ամեն ինչ էլ արել է, եւ ուրիշ բան է, որ դա ասում է մի մարդ, որը առնվազն չի արել։ Դա չի նշանակում չի անի։ Ու երրորդ կարևորագույն պայմանը ինստիտուցիոնալ ընդդիմության հետեւյալն է, որ պետք է ունենան ինստիտուցիոնալ կառույցներ ամբողջ հանրապետությունով եւ քաղաքական process-ներին լիարժեք մասնակցությունով, սկսած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից, վերջացրած խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով։ Ես ձեզ պատասխանատու մի բան եմ ասում, որպես ընդդիմության գործունեությունը ներսից իմացող մարդ։ Երրորդ հանրապետության պատմության մեջ չի եղել երբեք որևէ ընդդիմություն, որ Հայաստանի բոլոր 1988 ընտրական տեղամասերում ունենա գոնե մեկ անգամ վստահված անձ։ Ու սա է այն վճռական գործոնը, որ երբեք ցույց չի տվել, որ մենք ամեն անգամ ժողովրդի ձայնը ստացել ենք եւ ամեն անգամ այդ ժողովրդի ձայնին չեն կարողացել տեր կանգնել։ Իշխանությունը բիրտ է, դաժան է, հանցագործ է, կոռումպացված է, տնաշեններ 20 տարի ես ենք ասում։ Նոյեմբերին պարզ չէր, որ այս իշխանությունը համ բիրտ է, համ հանցագործ է, համ կոռումպացված է, համ մարդասպան է։ Ամենավատ իշխանություն, հանցագործների իշխանությունը։ Բայց չգիտեիք։ Մենք ընդ որում չասեմ չգիտեինք, ասեմ չգիտեինք, ես առաջին հերթին այս քննադատությունը ինքս ինձ եմ ուղղում։ Չգիտեինք, ամեն անգամ տանում ենք ժողովրդին կոտրում ենք, հետո ասում ենք իշխանությունը բիրտ է։ Եկեք ֆիքսենք, իշխանությունը բիրտ է, իշխանությունը մարդասպան է, իշխանությունը հանցագործ է։ Եվ եթե մենք ժողովրդին առաջնորդում ենք դեպի իշխանափոխություն, ուրեմն պետք է սա նախապես իմանանք եւ իմանանք, երբ որ այդ բիրտ իշխանությունը եկավ մեզ ասեց, գիտես ինչ, պետք է դուրս գաս քաղաքական պայքարից, ատրճանակն է գլխներից պահեց։ Եթե մենք չգիտենք ինչ ենք անելու այդ իշխանությունը, այդ ատրճանակը ո՞նց ենք վերցնելու իրա, որտեղ ենք մտցնելու։ Ուրեմն մենք չունենք իրավունք այս ժողովրդին ամեն անգամ տանել, քաշ տալ հրապարակներով, փողոցներով, թաղամասերով, վերջում էլ ասենք, վայ իշխանությունը բիրտ էր։ Այո, իշխանությունը բիրտ է, հանցագործ է, մարդասպան է, բայց Հայաստանի Հանրապետության ընդդիմությունը ի վերջո պետք է իշխանության մասին ոչ մի նորություն այլևս չեն կարող ասել։
Ամեն ինչ ասված է։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք ասենք ընդդիմության մասին, ես առաջին հերթին ինձ նկատի ունեմ, մեր մասին եւ մեր 20-ամյա ձախողումներից անենք համապատասխան հետեւություններ։